Դեպի իրականության նախաձեռնության գաղափարախոսությունը հնարավոր է չհամընկնել ձեր կարծիքի հետ։ Այն տեղեկությունները, որոնք փոխանցվում են, ամբողջովին այլ իրականության վերաբերյալ է։ Տեղեկություններ փոխանցելու նպատակը կայանում է նրանում, որ մեր իրականությանը փորձենք ավելի լավ ճանաչել։ Մի խնդրանք՝ մեկնաբանություններում արտահայտվել բացառապես բանականության սկզբունքով։ Այս տեսանյութի թեման պորտասար աստղադիտարանի մասին է, որտեղ կբացահայտենք ցուլի համաստեղության և նրա պլեյադ աստղերի աստղագիտական և դիցաբանական նշանակությունը։ Նաև կբացահայտենք Հայք-Օրիոն համաստեղության նշանակության գաղտնիքները և նրա կապը անգղ համաստեղության ու Սիրիուս աստղի հետ, ինչպես նաև Վիշապ և Առյուս համաստեղությունների դերը պլեյադների և Հայք-Օրիոնի շուրջ։ Այս ամենը կդիտարկենք աստղագիտական և դիցաբանական տեսանկյուններից։ Նաթուֆյան մշակույթին հաջորդում է նախակերամիկական նեոլիթյան դարաշրջանը, վերջ տալով մեզոլիթին։ Նաթուֆյան մշակույթը հիմնականում պատկանում էր Եհաբլո խմբին, այսինքն ատլանտներին, իսկ նախակերամիկական մշակույթը Էրմեգբե արիացիների և ատլանտների միաձուլումն էր, ովքեր կառուցեցին Պորտասարը։ Արիացիների Էրմեգբե Հաբլո խումբը բաժանվում է 3 խմբերի։ Առաջին խումբը տեղաշարժվում է հարավային Միջագետք, երկրորդ խումբը Եգիպտոս, իսկ երրորդ խումբը Հունաստանով դեպի ներկայիս Մեծ Բրիտանիայի տարածք։ Միջագետքի, Եգիպտոսի և Հունաստանի մշակույթների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ նախորդ տեսանյութերում։ Իսկ հիմա կխոսենք նրանց ավելի վաղ սկզբնական մշակույթների ձևավորման մասին։ Հունաստան տեղաշարժվող խումբը ներկայիս հարավ-արևելյան Թուրքիայի տարածքում և ավելի նոր հայկական Ուրֆա քաղաքում մոտ 12000 տարի առաջ կառուցում է Պորտասար անունով կրոնածիսական համալիրը։ Այն կառուցվել է ուղիղ երկրագնդի կենտրոնում։ Հայերենում Պորտասար անունը գալիս է պորտ բառից, որը երկրագնդի և մարդու կենտրոնն է, ով կյանք է ստանում մորից՝ պորտալարի միջոցով։ Պորտալար բառից նաև առաջացել է պորտալ բառը, որը հայերեն է և նշանակում է ճանապարհորդել ժամանակի մեջ, գնալ անցյալ կամ ապագա։ Կառուցման ավարտից հետո այն ամբողջությամբ հողով է ծածկվել, թաղվել է հենց կառուցողների կողմից։ Այսինքն կարելի է ասել, որ պորտալը ծառայել ջրհեղեղի մասին տեղեկություններ փոխանցել դեպի ապագա, հաջորդ սերունդներին։ Իսկ Սար բառը նշանակում է, որ հնավայրը կառուցվել է 800 մետր բարձրության բլրի վրա, իսկ հնավայրի ամբողջ բարձրությունը 15 մետր է։ Պորտասար բառը եթե բաժանենք վանկերի, կստացվի պորտ և ասար բառերը։ Պորտ բառի նշանակությունը արդեն իմացանք, իսկ ասար բառը նշանակում է արարչի խոսքը։ Աս արմատի իմաստային բառերն են ասել, խոսել, խոսք բառերը։ Ար արմատի ամբողջական բառերն են արարիչ, արարել, արարած։ Ստացվում է այնպես, որ արարչի խոսքը եկավ սարերից։ Ասար բառը նաև նույնականացում է եգիպտական աստված Ասիրիսի կամ Օսիրիսի, նույն ինքը Օրիոնի հետ։ Այսինքն ասարի պորտը, ում կանդրադառնանք հաջորդ տեսանյութերում։ Պորտասարը ջրհեղեղից հետո համարվում է մարդկանց երկրորդ ծննդավայրը։ Այն 1994 թվականին բացահայտել է հնեաբան Կլաուս Շմիդտը, ով ռադիոաստղածնային անալիզի միջոցով հնավայրին թվագրել է 11500 տարեկան։ Սրանից հետևություն, երբ 11700 տարի առաջ վերջացավ Սառցե դարաշրջանը, 200 տարի հետո մարդիկ սկսեցին կառուցել Պորտասարը և ավարտից հետո հողով ծածկեցին 10000 տարի առաջ։ Կառույցը դեռ ամբողջությամբ չի պեղվել և այդ պատճառով էլ կան բազմաթիվ վարկածներ։ Ոչ ոք չունի հստակ կարծիք կառույցի մասին։ Հիմա կփորձենք միասին հասկանալ Պորտասարի գաղտնիքը։ Եկեք վերևից նայենք Պորտասարին, կարծես նման լինի ցուլի, նույն ինքը Տաուրուս համաստեղությանը, իսկ նրա գլխավոր սրահները Պլեյադ աստղերին։ Պլեյադները իրականում 10 են, սակայն միշտ հիշատակվում են 7 ամենապայծառ աստղերը։ Սակայն Պորտասարում 6-ն են համապատասխանում սրահների հետ։ Կան շատ սրահներ, սակայն միայն 6 սրահներում կան տղաձև սյուները, որոնք ունեն աստղագիտական նշանակություն։ Անվանումները ներկայացնում են հունական դիցաբանության աստվածներին, որոնց մասին մանրամասն կծանոթանաք նախորդ ուղիների տեսանյութում։ Համեմատական տանենք սրահները աստղերի հետ։
Վերևում գտնվում է Ատլանտը, նրանից հերթականությամբ դեպի ներքև իր աղջիկները Ալկիոնան, Մերոպան, Էլետրան, Տայգետան և Մայան, իսկ յոթերորդը Ցելենոն է, որը որպես սրահ բացակայում է։ Ամենամեծ աստղերը Ալկիոնան և Մայան համապատասխանում են D և C ամենամեծ սրահներին։ Սրահներից ամենագլխավորը D-ն է, որը շրջապատված է Տ-աձև մեգալիթներով և ներկայացնում է համաստեղությունների հետ ասոցացվող կենդանիների պատկերների հետ։ Կենդանիների նշանները պատկերված են Տ տառի տեսքով մեգալիթյան սյուների վրա, որոնք 10-ից 20 տոննաներ են կշռում։ Շումերական և եգիպտական քաղաքակրթություններում Տ-աձև նշանագիրը նշանակում է դուռ։ Շումերական Տ-աձև նշանագրի սեպագիրը Մե-Նի է, որի արտասանության հնչողությունը Մեհ է, որը նշանակում է տաճարի դուռ։ Մենի բառը հայերենում հիշեցնում է Մեհյան բառը, որը համարվում է Միհր Արևի աստծո տաճարը։ Միհրի առաջին հիշատակումը գտնվել է հուրիների Միտանի թագավորության պայմանագրում։ Հետական թագավոր Սուպիլուլիումը I-ի և Միտանիի արքա Շատիվազայի միջև կնքված դաշնագրում Միհրը վկայակոչվում է որպես երդման պահապան և դաշնակիցների վկա։ Այդ խաղաղությունը կնքվեց նրա համար, քանի որ հետերը լինելով հնդեվրոպական ցեղ, գրավել էին հատերի տարածքը, որը կենտրոնական Անատոլիայի շրջանում էր։ Հետերը գրավելով հատերին, կրկնօրինակեցին նրանց մշակույթը, պաշտամունքները և նույնիսկ հատերի անունը, որը պարզապես տարբերվում է Ե տառով։ Սա ցույց է տալիս հատերի զարգացվածության մակարդակը։ Նախքան հետերի գալը, հատերը և հուրիները ապրում էին խաղաղ կյանքով, ովքեր շումերների հետ միասին համարվում էին նախահայկական ցեղեր, իրենց նույն լեզվով, սակայն տարբեր բարբառներով։ Հուրիները ապրում էին հյուսիսային Միջագետքում, իսկ շումերները հարավային Միջագետքում։ Ամենահին քաղաքակրթությունը 6000 տարի առաջ ձևավորել են շումերները, հետո 5000 տարի առաջ հուրիները և 4500 տարի առաջ հատերը։ Հատեր անվանումը հայերեն կնշանակի ցորենի ազգ և ընտրյալ ազգ, քանի որ ցորենի հոմանիշ բառը հատիկ է, հատ է, ինչպես նաև հատ նշանակում է ընտրյալ։ Հատերի երկիրը կոչվում էր Հատուսա, որի հատ բառի ցորենի և ընտրյալ նշանակությունների և ուսա բառի ստեղծել նշանակության հետ միասին կստացվի ցորենի ստեղծարար ընտրյալ երկիր։ Նշենք հատերի գլխավոր աստվածներին։ Արինան համարվում էր արևի աստվածուհին, որի անվան հայերեն նշանակությունը կլինի մեծ մայր։ Արինա բառը բաժանենք վանկերի։ Արը արարիչն է, արևն է, իսկ Ինա Նանան մեծ մայրը։ Տարուն կամ Տաշունը աստվածը համարվում է ցուլ, կայծակի աստվածը, ով ասոցացվում է հայոց Տոր Քանգեղի հետ, հետական Տարքուի, սկանդինավյան Տորի, հուրիական Տեշուբի և ուրարտական Թեշեյբայի հետ։ Ինչի ցուլ, որովհետև այդ ժամանակներում ցուլի դարաշրջանն էր։ Հենց Տարուն անունից հույները ձևափոխել են Տաուրուս անվանումը։ Հուրիները Միտանիի պայմանագրով Միհր աստծո վկայությամբ խաղաղություն կնքեցին, որպեսզի հատերի նկատմամբ պատերազմական գործողությունները վերանան։ Հենց Միտանի բառը նշանակում է Միտի միացյալ երկիր։ Միտը դա հնդեվրոպական Միտրա աստվածն է, որը անվանափոխվել է նույն ինքը Միհր աստծուց։ Հայերեն Միտանի անունը կստացվի Միհրի միացյալ տուն, այսինքն Միտան, Միտանիք, որտեղ Միտան մեջ կամ մի տանիքի տակ ցեղակից ազգերը կապրեին համերաշխ։ Իսկ հուրիներ անվանումը ստացվում է Հուրի, կրակի, լույսի ազգ, որը Միհրի դրսևորումն է։ Միհր անունը նշանակում է միակ հուր, առաջին հուր, արևի լույս։ Միհր անունը նաև նմանություն ունի Մենհիր բառի հետ, որը նշանակում է կանգնած քար, երբ հին ժամանակներում մենհիրներով են կառուցվել արևային աստղադիտարանները, ինչպես Քարաունջը, Պորտասարը և շատ այլ աստղադիտարաններ։ Մենհիր բառը բաժանենք վանկերի։ Հայերենում մեն նշանակում է մեկ, միակ, միայն բառերը, իսկ հիր նշանակում է ծիրանագույն, դեղին, կարմիր, ինչպես նաև հուր նշանակում է կրակ, փայլուն, շողշողուն։ Ստացվում է մենհիր բառի հայերեն ստուգաբանությամբ նշանակում է միակ արևի քար։ Հիր, հուր բառերի նմանությունը ասոցացվում է Արեգակի՝ Միհրի հետ։
Միհր սկզբնական անունից է ձևափոխվել Մենհիր բառը։ Այս շումերական պատկերներում դարպասների վերևի հատվածում տեսնում ենք տղաձև նշանագիրը, իսկ դարպասների մեջտեղում Սիսն է ու Մասիսը, որոնց մեջտեղում կանգնած է Արևի Աստվածը, ով արևածագին դուրս է գալիս երկու սյուների մեջտեղից։ Սասնածռերի մեջ մհերը ասոցացվում է Միհրի հետ, ում անունը նաև կարող ենք արտասանել Միհեր, որի մի վանկը կնշանակի առաջին, իսկ հեր վանկը հայր։ Միհեր բառը կստացվի առաջին, նախասկզբնական հայր։ Մհերի կամ Միհրի դուռը ունի արևի դարպաս խորհուրդը։ Մհերի դուռը մտնում է կեղծ դարպասների թվի մեջ, որոնք ունեն աստղագիտական նշանակություն, որոնց կանդրադառնանք մի փոքր ուշ։ Եգիպտական տղաձև հիերոգլիֆը նույնպես ունի դուռ կամ դարպաս իմաստը։ Այս հիերոգլիֆների հերթականությունը նշանակում է երկնային դարպաս։ Թռչնի հիերոգլիֆը երկինքն է, իսկ տղաձև հիերոգլիֆը դարպասը, իսկ ամենահին տղաձև նշանագրերը տեսնում ենք Սյունիքի ժայռապատկերներում, ինչպես առանձին, այնպես էլ առյուծի հետ միասին։ Հին հայերենում առյուծ բառը արտասանվել է արևծ կամ առևծ, որը առաջացել է արև, արևածագ բառերից։ Տղաձև և առյուծի ժայռապատկերները իրար հետ միասին նշանակում են արևի դարպաս։ Սյունիքի առանձին առյուծի ժայռապատկերների նմանությամբ նաև պատկերվել է եգիպտական առյուծի հիերոգլիֆը, որը նման է Սվինքսի և որի հնչողությունը արտասանվում է ռև կամ ռև։ Եթե ա ձայնավորը դնենք ռև բառի դիմաց, ապա կստացվի արև բառը։ Եգիպտական թռչնի հիերոգլիֆը, որը նշանակում է երկինք, նաև ասոցացվում է Փյունիկի հետ, ով արևի թռչունն է, որը բնութագրում է անգղին և արծվին։ Հայերենում Փյունիկը նաև հավքն է, որը նշանակում է թռչունների գարնանային վերադարձ։ Հիմա հարց կառաջանա՝ ինչի են արևին ասոցացրել առյուծի և հավքի հետ։ Հավքի, նույն ինքը Փյունիկի դիցաբանության սկիզբը եղել է 12500 տարի առաջ, երբ առյուծի դարաշրջանում գարնանային գիշերահավասարի օրը մարտի 21-ին առյուծ համաստեղության մեջ ծագեց արևը, երբ այդ ժամանակ բևեռային աստղը Վեգան էր, որին շրջապատում էին կարապ անգղի և արծվի համաստեղությունները։ Ստացվում է այնպես, որ արևի թռչունը, հավքը և Փյունիկը ամեն գարուն հիշեցնում են այդ օրվա արևի ծագումը։ Իսկ ինչի է նշանակելի հենց այդ օրը։ Այդ ժամանակ 12000 տարի առաջ ավարտվել է Սյունիքի ժայռապատկերները և վերջացել է ջրհեղեղը, երբ ձևավորվել են գետերը և առուները։ Առանձնացնենք առու բառը, որը եկել է կրկին առյուծ բառից։ Ինչպես գիտենք, Միհրին կամ մհերին ասոցացնում են առյուծի հետ, ում սկիզբը 12500 տարի առաջ որպես առյուծ եղել է գարնանային գիշերահավասարի ժամանակ, իսկ որպես արևի սկիզբ եղել է ձմեռային արևադարձի ժամանակ, քանի որ արևը լինում էր իր ամենացածր դիրքում, երբ սկսում էր իր բարձրունքը, որն էլ նշանակում է տարվա սկիզբը։ Ստացվում է այնպես, որ Պորտասարի տղաձև սյուները նշանակել են երկնքի և արևի դարպասներ, որոնց վրա պատկերված կենդանիները ասոցացվել են համաստեղությունների հետ։ Սյուների երկրաչափությունը համապատասխանում էր տիեզերական երկրաչափությանը Ֆիբոնաչի թվին։ Հետաքրքրականը այն է, որ այս ժայռապատկերներից մի քանիսը այսպես ասած 3D են, այսինքն սովորաբար ժայռապատկերները փորվում են ժայռի մեջ դեպի ներս, իսկ Պորտասարի սյուների վրա այնպես են աշխատել, որ ասես կենդանին ամրացված լինի սյանը։ Այս ամենը վկայում է նրանց ունեցած հսկայական գիտելիքները ճարտարապետության և աստղագիտության մասին։ Ստելլարիում աստղագիտական ծրագրի միջոցով կարող ենք դիտել համաստեղությունների փոփոխված դիրքերը հազարավոր տարիներ առաջ։ 11500 տարի առաջ գարնանային գիշերահավասարի ժամանակ մարտի 21-ին 22-ին Պլեյադ աստղերը ծագում են նախքան արևի ծագելը, իսկ արևը ծագում էր Օրիոնի և Ցուլ համաստեղությունների մեջտեղում։ Սակայն այն ժամանակ հենց այդ պահին մարդիկ չէին կարողացել տեսնել, քանի որ արևի լույսը չէր թողնի։ Հարց է առաջանում, թե ինչպես են իմացել Պլեյադների ծագման մասին նախքան արևի ծագելը։ 11500 տարի առաջ ամառային արևադարձի ժամանակ հունիսի 21-ին 22-ին
Բլեադները և ցուլի համաստեղությունը ամբողջովին դուրս են եկել հորիզոնից և երևում էին գիշերային երկնքում, ինչպես նաև տարվա մեջ հորիզոնից բարձրանալով իր ամենաբարձր կետին էր հասնում Օրիոն համաստեղությունը, սակայն ոչ ամբողջությամբ, մինչև գոտու 3 աստղերը, երբ սկսվում է Օրիոնի ամբողջական վերելքը։ Օրիոնի ցածր կետը այդ ժամանակ լինում էր ձմեռային արևադարձի ժամանակ, որը համարվում էր նրա վերելքի սկզբնակետը։ Ամառային արևադարձի ժամանակ ցուլի վերևում են Պրոմեթևսի և Խոյի համաստեղությունները, որոնց պատկերը նույնությամբ կրկնվում է գարնանային գիշերահավասարին։ Մարդիկ տարիներ շարունակ ուսումնասիրելով աստղային երկինքը հասկացել են, երբ ամառային արևադարձին երևում է ցուլ համաստեղությունը, իսկ գարնանային ինչի երևում, ապա կողմնորոշվել են Պրոմեթևս և Խոյ համաստեղություններից, քանի որ Պրոմեթևս և Խոյ համաստեղությունները գարնանային գիշերահավասարի ժամանակ երևացել են։ Հետևաբար ստացվում է այնպես, որ նրանց ներքևում գտնվում է ցուլը, ու նախքան արևի ծագելը ծագում են ցուլի համաստեղության Բլեադ աստղերը։ Ահա այսպես են հաշվարկել աստղերի շարժը, որը պահանջել է շատ տարիներ։ Հավանաբար 11500 տարի առաջ գարնանային գիշերահավասարի օրը խորհրդանշում է ջրհեղեղի ավարտը, երբ կրկին արևը դուրս է գալիս, լույս բերելով երկրին, այն էլ Օրիոնի և ցուլի մեջտեղում։ Ցուլի եղջյուր բառը բաժանենք վանկերի։ Եղը նշանակում է եղելություն, սակայն բացի այդ նշանակությունից, եղը նաև ունի յուղ, յաղ, յաղթ կամ հաղթ բառերի իմաստը, որը նշանակում է հաղթանակ։ Եղջյուր բառը ստացվում է հաղթել ջրին, որը ջրհեղեղի ավարտն է։ Այս սիմվոլիզմը նկատվում է Հին Եգիպտոսի քաղաքակրթության մեջ, ինչպես նաև շումերական քաղաքակրթությունում կա տղաձև նշանագրի և ցուլի միասնությունը, որը նշանակում է լույսի դարպաս։ Հայերենում ցուլ բառը եկել է ցոլ բառից, որը նշանակում է ցոլալ, շողշողալ, փայլփլել։ Նաև կա մի շատ հետաքրքիր համընկնում։ Պորտասարի ամենամոտ լեռնաշղթան Տավրոսն է, որը փաստում է Տաուրուս և Տավրոս երկու բառերի նույն իմաստը։ Սրահների մուտքի դռան տեսքը նման է անգլերեն U տառի, որի երկու գագաթներին հավանաբար պատկերված են առյուծանման կենդանիներ, որը խորհրդանշում է մուտք դեպի առյուծի դարաշրջան։ Երկու առյուծներով շրջապատված դռները ամենուրեք են հին քաղաքակրթություններում, որոնց կանդրադառնանք մի փոքր ուշ։ Պորտասարում ամենատպավորիչ քանդակներից մեկը քանդակված է համար 27 սյան վրա և հավանաբար ցույց է տալիս առյուծանման կենդանու հզորությունը իր որսի հանդեպ։ Նաև նույն առյուծանման կենդանու պատկերը հանդիպում են տարբեր սյուների վրա, որոնք այդքան էլ նման չեն առյուծի և ավելի շատ նման են սողունի։ Այս սողունանման կենդանին առանձնանում է իր երկար պոչով, որը ունի աստղագիտական նշանակություն։ Համար 27 սյան վրա լավ պատկերված է անցքով պոչի թեքվածությունը դեպի աջ։ 11500 տարի առաջ աշնանային գիշերահավասարի ժամանակ, երբ արևը բարձրանում է վերև, սյան առաջ եկած հատվածից առաջացած անկյունը նպաստում է, որ արևի շողքը ընկնի սողունի պոչի վրա, իսկ երբ արևը մայր է մտնում, գիշերը նույն անկյան տակ հարավային հատվածում տեսանելի են լինում Բլեադ աստղերը, որոնք իջնում են դեպի հորիզոն։ Այդ ժամանակ հյուսիսային բևեռում իր ամենաբարձր կետին հասած է լինում Վիշապի համաստեղությունը իր պոչի հատվածով, որը հյուսիսային երկնքի ամենահսկա համաստեղություններից մեկն է։ Այս կենդանին հավանաբար առյուծի և վիշապի խառնուրդն է, որը բնութագրում է վիշապ համաստեղության ամենաբարձր կետը առյուծի դարաշրջանում։ Առյուծի և վիշապաօձի խառնուրդը կա նաև գնոստիցիզմում (Յալդաբաոթը) և իրանական դիցաբանությունում (Զերվանը), որոնք համարվում են չակերտավոր բացասական, փորձի ենթարկող կերպարներ, որոնց կանդրադառնանք հաջորդ տեսանյութերում։ Իսկ սյան ներքևի հատվածի վարած կենդանին, ում վրա հարձակվում է վիշապաառյուծը, ներկայացնում է ներկայիս Մեծ Արջի համաստեղությունը, որը հյուսիսային բևեռում իր դիրքը զիջում է վիշապին։ Այս սյան պատկերը ցույց է տալիս վիշապի աստղագիտական հակամարտությունը Բլեադների և Մեծ Արջի նկատմամբ։
Նույն դիցաբանական կենդանու պատկերը հանդիպում է Յուտա նահանգի դինոզավրերի արգելոցում, նաև հանդիպում է Արիզոնայի Գիլա Բենդի քաղաքի ժայռապատկերներում, որը շատ նման է Պորտասարի դիցաբանական կենդանուն իր թեքված պոչով։ Առյուծ բառի ծագումնաբանությունը հասկացանք, իսկ վիշապինը դեռ ոչ։ Վիշապ բառը նշանակում է վիշապաձուկ, որը հին հայերենում կոչվում է հսկաձուկ։ Վիշապ բառը բաժանենք վանկերի։ Վիշ կամ վիժ արմատից գալիս է վիժել բառը, որը նշանակում է հոսեցնել, ժայթքել, բխեցնել, իսկ ապը հնում նշանակել է ծով, լիճ, որը հենց պահպանվել է շումերերենում հետևյալ աբ սեպանշանով։ Ստացվում է կետը ժայթքում է ջուրը։ Վիշապին նաև պատկերել են օձի տեսքով, քանի որ հոսող ջրի ալիքաձև ընթացքը նույնպես պատկերվում է այդ տեսքով։ Հոսող ջրի ալիքավոր պատկերը ասոցացվում է գետի և առվի հետ։ Առանձնացնենք առու բառը, որը եկել է առյուծ բառից և սերտ կապ ունի ջրհեղեղի հետ առյուծի դարաշրջանում։ Երբ հյուսիսային սառույցները հալվեցին և հոսեցին դեպի հարավ, առաջացրեցին գետեր և առուներ։ Վիշապը առյուծի պատկերի սկզբնական պատկերները կրկին եղել են Սյունիքի ժայռապատկերներում։ Սա է վիշապը առյուծի աստղագիտական և դիցաբանական չակերտավոր բացասական կերպարը, ով հոսող ջրերի ընթացքը կարող է փակել և բացել։ Ստացվում է այնպես, որ առյուծ արև մհերը կամ միհրը կառավարում է առուները, այսինքն վիշապին։ Արև Վահագնը իր բոցավառ կրակալույսը գցելով Ծիրանի ծովի Սևանա և Վանա լճերի վրա հաղթում է վիշապին։ Միհրը և Վահագնը ասոցացվում են արևի հետ, սակայն միհրը բալանսավորող լույսն է, իսկ Վահագնը պայքարող և հաղթող, քանի որ նա նաև ռազմի և կայծակի աստվածն է։ Հայա Էնկին լինելով ջրերի աստվածը, պատասխանատու է բոլոր ջրերի համար, թե երբ փակի ու բացի ջրերի ընթացքը, որովհետև ջրհեղեղի ժամանակ գետերը ավիրող էին, երբ Հայա Էնկին դրանց հանդարտեցրեց, այսինքն վիշապներին։ Ստացվում է այնպես, որ վիշապները միշտ փորձ են բերում, և նրանց հաղթահարելուց հետո լույսը բացվում է, երբ լինում է զարթոնք։ Մարդկանց կյանքում էլ է այդպես, չէ՞ որ երբ մարդ հաղթահարում է ինչ-որ փորձություն, հասնում է գիտակցական և հոգևոր նոր մակարդակի, որը զարթոնքի ընթացքն է։ Վիշապը հենց քաոսն է, բայց ոչ թե որպես չարիք, այլ որպես շարժիչ ուժ, որից ծնվում է ամեն նոր բան։ Առանց վիշապի, քաոսային էներգիայի աշխարհը կլիներ անշարժ և մեռած։ Գիտականորեն վիշապը դա էնտրոպիան է, քաոսը, որը բացատրվում է ջերմության օրինակով։ Եթե սենյակում ջուր եռացնենք, ապա նա կգոլորշիանա և նրա ջերմությունը տարածվելով կսառչի, որը համապատասխան կլինի սենյակի ջերմության հետ։ Գոլորշին դա քաոսային շարժն է, որը գնում է հավասարակշռության։ Հիմա դիտարկենք տիեզերքի տեսանկյունից, որը նույնպես ձգտում է հավասարակշռության։ Աստղին պատկերացնենք, որ եռացող ջուրն է, որը այրվում է և իր ջերմությունը ցրում է դատարկ տիեզերքում, իսկ տիեզերքի ներկայի սկզբին, եթե դիտարկենք մեծ պայթյունի տեսանկյունից, ապա պայմանականորեն ջուրն է եղել սկզբնակետը, որը բաժանվել է միլիոնավոր մասնիկների և ձգտում է հավասարակշռության։ Սակայն ջուրը նույնպես սկզբում եղել է հավասարակշռված։ Ստեղ գալիս է այլ հակադրող էներգիայի գաղափարը, որը ջրին տաքացնելով բաժանել է մասնիկների, երբ ստեղծվել է ներկայիս տիեզերքը։ Տաքացնող էներգիան քաոսն է, իսկ ջուրը հավասարակշռությունը, որը գոլորշիացավ և դարձավ քաոսային։ Ստացվում է այնպես, որ ջուրը իր սկզբնական հավասարակշռությունից, տաքացնող էներգիայի հակադրությունից ստիպված անցնում է գոլորշային հավասարակշռության։ Երբ տիեզերքի բոլոր կետերում ջերմաստիճանը դառնա նույնը, էնտրոպիայի գաղափարը, քաոսը կվերանա, ջուրը կհաղթի տաքացնող էներգիային։ Հավասարակշռությունը այն վիճակն է, որտեղ քաոսը այնքան կատարյալ կլինի, որ այլևս ոչինչ չի կարող ծնվել կամ շարժվել, քանի որ չկա էներգիայի տարբերություն, հակադրվող էներգիաներ։ Մարդը նույնպես էնտրոպիային հաղթելու ճանապարհին է, ով արտաշնչելով ջերմություն, դուրս է բերում ներքին քաոսը։ Ստացվում է այնպես, որ անհատական մարմինների թե տիեզերական և թե մարդկային մահերը բերում են քաոսի վերջը, քանի որ մահից հետո
Բոլոր մարմինների ջերմությունը դառնում է հավասարակշռված մեկ ամբողջություն։ Անհատականից դեպի ամբողջություն դա քաոսի վերջն է։ Քաոս վիշապը մարդու մեջ հանդես է գալիս օձի տեսքով, երբ մարդ հաղթահարելով նրան ստեղծում է հավասարակշռություն։ Ուրուբարոս նշանը նույն վիշապ համաստեղությունն է, որը անընդհատ պտտվում է բևեռային երկնքում։ Այն խորհրդանշում է ժամանակի շրջապտույտը, հավերժական վերադարձը, մահը ու վերածնունդը։ Վիշապը հիշեցնում է, որ տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է։ Նյութականը ու հոգևորը, երկնայինը ու երկնայինը մեկ ամբողջություն են։ Վիշապը իր մեջ պարունակում է 5 տարրերը։ Նա հող է, ով սողում է գետնին, նա ջուր է, ով լողում է ջրում, նա կրակ է, ով կրակի արտաշնչում, նա օդ է, ով թռչում է երկնքում, նա ոգի է, ով բալանսավորում է 4 տարրերը։ Վիշապը տիեզերական իմաստությունն է, իսկ օձը մարդկային իմաստությունը, որը ներկայացված է հնդկական մշակույթում որպես չակրաներով բարձրացող կունդալինի էներգիա։ Հետագայում գետերի մոտ դրվեցին վիշապաքարեր, որոնք ապահովում էին գետերի հավասարակշռված հոսքը, որոնց մասին կխոսենք մի քանի րոպե անց։ Պորտասարում կա առանձին առյուծի սրահ, որտեղ սյուներին պատկերված են առյուծներ, որոնց պատկերներին նայելիս նմանեցնում ենք իրական առյուծների, որոնք 11500 տարի առաջ գարնանային գիշերը հավասարին նայում էին դեպի արևելք, ուղիղ առյուծի համաստեղությանը, սակայն այդ սրահի առյուծների պատկերները տարբերվում են 27-րդ սյան վրայի կենդանու պատկերից։ Վերհիշենք, որ շումերերենում 8 սեպանշանը ունեցել է արև և առյուծ նույն բառերի իմաստը։ Հին հայերենում առյուծ բառը արտասանվել է արևծ կամ առևծ, որը առաջացել է արև-արևածագ բառերից։ Այս ամենը ցույց է տալիս առյուծի դարաշրջանում գարնանային գիշերահավասարի արևածագի կարևորությունը։ Հնավայրում առանձնակի ուշադրության է արժանի աշխարհի ամենակարևոր արտեֆակտը՝ 43-րդ սյան կենդանիների պատկերը, որը իրենից ներկայացնում է անցյալի և ներկայի աստղային երկինքը։ Սյան ներքևի հատվածը անցյալն է, որտեղ պատկերված է կարիճ, նրա ձախ կողմում գայլ է, որի ամբողջական պատկերը չի պահպանվել։ Ներքևի կենտրոնական հատվածում սիրամարգի գլուխն է, և ներքևի աջ կողմում պատկերված է անգլուխ մարդ՝ արտահայտված տղամարդու սեռական օրգանով՝ ֆալոսով։ Հիմա հասկանանք այս ամբողջ պատկերը։ 17000 տարի առաջ եղել էր կարիճի դարաշրջանը, երբ սկսվեցին աղետները, որն էլ հետագայում հանգեցրեց մարդկության վերացմանը։ Սյան վերևի հատվածը ցույց էր տալիս 11500 տարի առաջ եղած երկնքի պատկերը, այդ ժամանակների ներկան, որտեղ պատկերված էր անգղը։ Փորձենք ուշադիր նայել և կտեսնենք, որ թռչնի թևերի բացվածքը ներկայացնում է կարապ անգղ համաստեղությունը։ Անգղի համաստեղությունը Քարաունջի և Պորտասարին ակնհայտորեն կապում է իրար։ Անգղի ձեռքի վերևում տեսնում ենք Արեգակի կամ ինչ-որ աստղի։ Անգղի աջ կողմում տեսնում ենք երկու թռչուն, տեսնում ենք օձանման թռչուն ու տեսնում ենք անգլերեն I և H տառերը։ Թռչուններից մեկը արծվի համաստեղությունն է, իսկ մյուսը քնարի, սակայն քնարին հին ժամանակներում անվանում էին քաջահավի, իբիսի համաստեղություն, իսկ արաբները և հնդիկները բազեի համաստեղություն։ Իբիս թռչունի կերպարը մեզ հայտնի է եգիպտական դիցաբանության, գիտելիքի և իմաստության Թոթ աստծուց։ Օձանման թռչունի պատկերը դա Մողեսի համաստեղությունն է։ Անցնենք անգլերեն տառերի նման I և H նշանների բացատրությանը։ Երկու տառերն էլ շատ հավանական է ասոցացվում են Հայկի, նույն ինքը հունական Օրիոն համաստեղության հետ։ Պարզապես համաստեղությունը ներկայացված է հորիզոնական և ուղղահայաց։ Միայն Օրիոնը չի գտնվում տվյալ համաստեղությունների մոտակայքում, բայց այնուամենայնիվ պատկերված է։ Անգղը մյուս համաստեղությունների հետ միասին ցույց էր տալիս հյուսիսային բևեռը, իսկ Օրիոնը ցույց էր տալիս հարավային երկինքը։ Հիմա հասկանանք ինչու։ Տառերից ձախ կողմում նկատում ենք քառակուսիների գիծ, որը ասոցացվում է Երկրի հորիզոնի հետ։ Հորիզոնական H նշանը նաև պատկերված է Սյունիքի ժայռապատկերներում, որը ներկայացնում է սանդուղքի մի աստիճանը։ Հայոց միջնադարյան նշանագիրք իմաստնոցում սանդուղքը ներկայացված է հետևյալ նշանով։ Սանդուղքի մեկ աստիճանով նշանը ներկայացնում է ստեղծել, արարել բառերի իմաստը։
Շումերերենում մեկ աստիճանը ներկայացվում է պա սեպանշանի ու գուլա հնչյունային արտասանությամբ, որը նշանակում է աստված, առաջնորդ, գլխավոր, ավագ։ Շատ ակնհայտ է, որ մեկ աստիճանով նշանը ներկայացնում է սանդուղքի վերջին աստիճանը, քանի որ Օրիոնը աստիճանաբար հորիզոնից բարձրանում է վերև, սանդուղքի խորհրդով։ Օձանման թռչնի ներկայիս մողեսի համաստեղությունը ցույց է տալիս երկրից երկինք բարձրացող Օրիոնին։ Դրա համար է երկակի կենդանու տեսք ստացել՝ օձը երկրում, թռչունը երկնքում, որը ցույց էր տալիս Օրիոնի երկրից դեպի երկինք բարձրանալը։ 2026 թվականում ներկայիս դրությամբ դա սովորական է, քանի որ օգոստոսից մինչև ապրիլ ամիսների ընթացքում կարող են գիշերային երկնքում տեսնել Օրիոնին, իսկ 11500 տարի առաջ Օրիոնը ձմեռային արևադարձի ժամանակ հորիզոնից առաջին անգամ սկսում է բարձրանալ, երբ նրա պիկը լինում է ամառային արևադարձի ժամանակ՝ տարվա հաշվարկներով։ Նրա ամենաբարձր կետը եղել է մեր թվարկությունում 2012 թվականին։ Հիմա Օրիոնը սկսում է իջնել։ Նա 13000 տարի բարձրանում է և 13000 տարի իջնում, այսինքն երբ 2012 թվականին հայտնվեց իր բարձր կետում, դա նորից կկրկնվի 26000 տարի հետո, ավելի հստակ 25920 տարի հետո։ Նաև նշենք, որ Օրիոնի հետ կապված է վիշապ համաստեղությունը։ Երբ Օրիոնը լինում է իր բարձր կետում, ապա վիշապը լինում է իր ցածր կետում, նույնն էլ հակառակը։ 13000-ից 11500 տարի առաջ վիշապը եղել է իր ամենաբարձր կետում, իսկ Օրիոնը 13000-ից 11500 տարի առաջ հորիզոնից սկսել է բարձրանալ։ Անգղի ձեռքում Վեգա աստղն է, որը անգղ համաստեղության Դենեբ և Սադր աստղերից հետո 13000 տարի առաջ դարձել էր բևեռային աստղ։ Օրիոնի բարձրանալը և Վեգայի բևեռային աստղ լինելը ճիշտ համապատասխանում էր առյուծի դարաշրջանի հետ, իսկ ուղղահայաց այն նշանը ներկայացնում է հորիզոնից բարձրացած Օրիոն համաստեղությանը։ Սյունիքի ժայռապատկերներում այն նշանը եղել է Օրիոնի վահանը, ու մյուս ձեռքում եղել է նիզակը։ Օրիոնը նույն ինքը հայք համաստեղությունը ավելի վաղ ժամանակներում կարող էր ասոցացվել Վահագն Աստծո հետ, ում ձեռքին կար վահան։ Հետագայում Մովսես Խորենացին հայկին պատկերացրել է նետ ու աղեղով։ Նախորդ տեսանյութից վերհիշելով, անվանումներին միավորում է վահ արմատը, որը լույս բառի հոմանիշն է։ Վահանի անվերջածանցը նշանակում է երկինք։ Ստացվում է այնպես, որ Վահան բառը նշանակում է երկնքի լույսը մեզ պաշտպանում է, իսկ Վահագն անվան կամ ակն վերջածանցը նշանակում է նայել ակունքի լույսին։ Փոքր 11 քառակուսիներից բաղկացած գիծը վերևից և ներքևից ծածկված է եղեգներով, որը նաև բնութագրում է ամիսները։ Իսկ 12-րդ ամիսը Օրիոնն է, երբ ձմեռային արևադարձի ժամանակ լիալուսին էր, Օրիոնը հորիզոնից բարձրացավ վերև, ինչպես առավոտյան արևածագի ժամանակ Վահագնը եղեգնից ծնվեց։ Վահագնի և հայք Օրիոնի նույնականացումը նաև կապված է վիշապի հետ, երբ Օրիոնը բարձրանալով սպանում է իջնող վիշապին։ Համաստեղության տեսքը նաև կապվում է հզոր ռազմիկի հետ, որը Վահագն է։ ԵՒս մեկ նույնականացում, որ Օրիոնը և արևը տարվա մեջ գտնվում էին իրենց ամենացածր դիրքում, երբ սկսվում է երկուսի վերելքը, որոնց ամենաբարձր կետը լինում էր ամառային արևադարձին։ Ստացվում է Ծիրանի ծովի պատմությունը եղել է 13000-ից 11500 տարիներ առաջվա ընթացքում։ Նրանց նմանության ևս մեկ փաստ, որոնք ներկայացված են քանդակների տեսքով։ Այս կավե սալիկը գտնվել է 5000 տարի առաջ հիմնադրված հին շումերական Էշնունա քաղաքից, որի վրա պատկերված է եղեգնից ծնվող Դումուզին, ով հայկն է, նույն ինքը Օրիոնը։ Կա նմանատիպ քանդակ, որտեղ պատկերված է Վահագնը, ով ծնվում է եղեգնից, որը գտնվել է 4000 տարի առաջ հիմնադրված հետական թագավորության Տուլուպա քաղաքից։ Քաղաքի անվանումը հետագայում հայոց Կոմագենե թագավորության ժամանակ անվանափոխվել է Տլուկ անվանումով, իսկ հունարեն եղել է Դոլիչե։ Ներկայիս թուրքերեն անվանումը Դյուլուք է, որը վերցված է Տլուկ անվանումից։
Քանդակը հայտնաբերվել է մ.թ.ա. առաջին դարի տաճարի տեղում կառուցված միջնադարյան եկեղեցու վանքի հենապատի ներսում, որը հավանաբար բերվել է մեկ այլ տեղից, քանի որ քանդակվել է ավելի վաղ հետական կամ կոմագենեի շրջանում։ Ավելի ուշ դիցապատումներում Վահագնը ասոցացվում է Հերկուլեսի համաստեղության հետ, քանի որ այդ համաստեղությունը 11000-ից 9000 տարիներ առաջվա ընթացքում Վեգա աստղից հետո եղել է բևեռում, որը անընդհատ շատ մոտ պտտվում էր վիշապ համաստեղության շուրջ։ Այս համաստեղությունների շարժը ցույց է տալիս վիշապի սպանությունը Հերկուլեսի կողմից, իսկ Օրիոն համաստեղությունը շարունակում է բարձրանալ՝ հաղթահարելով վիշապին։ Հերկուլեսի և Օրիոնի նույնականացումը կապված է վիշապին հաղթելով։ Հարց է առաջանում, ինչու հայրենում կա երկու անվանում տվյալ համաստեղության հետ կապված։ Վահագնը անունը սկզբում էր, երբ հետագայում շումերական դիցաբանության մեջ դարձավ Դումուզի, ով համարվեց այծ Հայա Էնկիի որդին։ Դումուզի անունը բաժանենք վանկերի։ Դումը նշանակում է կյանքի որդի, սերունդ տվող, իսկ ուզին նշանակում է այծ, որին հայրենում վերհիշելով ուզն, ազն, ազգ բառերն են ներկայացնում։ Դումուզի բառի նշանակությունը ստացվեց այծի ազգ, Հայա Էնկիի որդի, իսկ Հայկ կամ Հայիկ անվանումը Հայա անվան կ և իկ վերջածանցով փոքրացնող անունն է, որը նշանակում է Հայայի որդի Հայիկը։ Հին Օրիոն համաստեղության Վահան կամ Վահագն անունը տարիների ընթացքում անվանափոխվեց Դումուզիի և Հայկի, իսկ Վահագն մնաց որպես արևի կրակի անվանումը։ Այսպիսով, այն նշանը ասոցացվում է հորիզոնից վերև բարձրացած ամբողջական Օրիոնի և արևի լույսի հետ։ Հայկին դեռ ավելի ուշ կանդրադառնանք։ Այն նշանը նաև կարող ենք տեսնել հին հայկական խորհրդանիշի մեջ, որպես արևի լույս։ Այս բրոնզե խորհրդանիշը նկարագրում է արեգակնային համակարգը, որը թվագրվում է մոտ մ.թ.ա. 1200 տարեկան։ Այն հայտնաբերվել է Սևանի ավազանում և կապ ունի ուրարտական մշակույթի հետ։ Բրոնզե խորհրդանիշի ներքևի մասի կենտրոնում պատկերված է երկիր մոլորակը՝ որպես խաչաձև հիմքով կիսաշրջանաձև մարտական կացին, որի պատկերը նման է ժամանակակից աստղագիտական գրականության մեջ ընդունված երկիր մոլորակի նշանին։ Այն շրջապատված է երկու օղակներով, որոնք նշում են ջրի և մթնոլորտի շերտերը։ Վերևում ավելի մեծ շողացող սկավառակը խորհրդանշում է արևը, որի մեջտեղում այն նշանն է։ Արեգակի և երկրի միջև կան 5 մոլորակներ, որոնք տեսանելի են անզեն աչքով՝ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը և Լուսինը։ Լուսինը համարվում էր երկրին ամենամոտ անկախ լուսատուն։ Երկրակենտրոն համակարգի նման դասավորություն հանդիպում է նաև միջնադարյան հայկական ձեռագրերում։ Դեռևս բրոնզի դարում հայկական լեռնաշխարհի բնակիչները ընդունել էին երկրի կլոր բնույթը, հավանաբար երկնքում տեսանելի լուսատուների նմանությամբ, և շատ հավանական է, որ այս գիտելիքները եղել են հազարավոր տարիներ առաջ։ Ամենահետաքրքիրը այն է, որ այս խորհրդանիշը կա նաև Իռլանդիայում։ Շարունակենք 43-րդ սյան պատկերը։ Վերևում տեսնում ենք 3 կամարներ կամ զամբյուղներ։ Դրանք ցույց են տալիս արևի շարժը արևածագից դեպի մայրամուտ։ Հիմա հարց կառաջանա՝ ինչու 3։ Որովհետև աստղագիտության մեջ 3 կարևոր օրերն են՝ ամառային ու ձմեռային արևադարձները և գարնանային գիշերահավասարը, իսկ զամբյուղների վերևի կենդանիները, որպես համաստեղություններ, այդ օրերին եղել են հյուսիսային երկնքում։ Օրինակ, առաջի զամբյուղի համաստեղությունը արծիվն է, երկրորդինը առյուծի համաստեղությունը և երրորդինը վիշապի համաստեղությունը։ Զամբյուղներին տեսնում ենք հին շումերների, մայաների քաղաքակրթություններում, ովքեր ջրհեղեղից հետո ստացել են երկնային գիտելիքները։ Հիմա բացահայտենք 18-րդ սյունը, որը իր կարևորությամբ համարվում է երկրորդը։ Սյունը Դի սրահի կենտրոնական սյուններից մեկն է։ Սյան երկու կողմերում ձեռքեր են պատկերված, որոնք ուղղված են գոտկատեղը, իսկ դրանից ներքև տեսնում ենք զոհաբերված կենդանու մորթի։
Դրանից հետևություն, որ վերևի առանձին հատվածը գլուխն է, և սյունը ակնհայտորեն ունի մարդու կերպարանք։ Գոտկատեղի կողքի հատվածում պատկերված է երկու կիսալուսին, որը ցույց է տալիս լուսնի ընթացքը դեպի լիալուսին։ Հետո H նշանը, մեկ կիսալուսին, կրկին H նշանը և հակառակ կիսալուսին, որը ցույց է տալիս ամբողջական լիալուսինը։ Ստելլարում ծրագրի միջոցով տեղեկանանք, որ ձմեռային արևադարձի ժամանակ 11500 տարի առաջ լուսինը գտնվել է Օրիոնի գլխավերևում։ Գոտկատեղի դիմացում ձախից աջ ցույց է տալիս Օրիոնի գոտու վերելքը, քանի որ սկզբում 2H տարրն է և հետո I տառով պատկերված է վերելքը, իսկ մեջտեղում U տառն է, որը ասոցացվում է դարպասի հետ, որի մեջ կարծես պատկերված է եռաժանին արարչական երրորդությունը։ Եռաժանին հզոր զենք է, որը կա բոլոր դիցաբանություններում, երբ աստվածները սպանում են վիշապին։ Եռաժանիի նշանագիրը կա Սյունիքի ժայռապատկերներում, որը շումերական և ուրարտական քաղաքակրթություններում նշանակում է արդար դատավոր։ Եռաժանին ասոցացվում է մասնավորապես Օրիոնի և ցուլ համաստեղությունների հետ, քանի որ Սյունիքի ամենահին ժայռապատկերներում Օրիոնին և ցուլին պատկերել են այսպես. Օրիոնի այն նշաններից մեկում, այսինքն Վահանին, ներկայացրել են որպես ցուլ, այսինքն որպես ցոլ, շող, լույս։ Օրիոն և ցուլ համաստեղությունները հաստատված են իրար դիմաց։ Ստացվում է այնպես, որ Օրիոնը և ցուլը սպանում են վիշապին, ցույց տալով Օրիոնի վերելքը հորիզոնից և վիշապի անկումը։ Տվյալ դեպքում U տառը ներկայացնում է երկնային դարպասը, որը բերեց խաղաղություն։ Սյան վերևում հավանաբար տեսնում ենք Սիսին և Մասիսին, որոնց մեջտեղից ծագում է արևը, որը Սյունիքի ժայռապատկերներում ունի նույն իմաստը, ինչպես նաև շումերերեն ութ նշանագրի նույն իմաստը, իսկ ամենավերևում տեսնում ենք կրկին H նշանը։ Սակայն ուշադիր նայելուց հետո հասկանում ենք, որ պատկերված է երկու փոքր մարդուկների միասնությունը։ Ամենաներքևում կա հարթ մեգալիթյան քար, որի վրա կանգնեցրած է սյունը։ Հարթ մեգալիթի վրա տեսնում ենք 7 թռչունների, որոնք ասոցացվում են Պլեյադ աստղերի հետ, որովհետև շատ կրոններում Պլեյադների կատարյալ ներդաշնակությունը խորհրդանշել է թռչուններին։ Այս ամենից հետևություն, որ սյունը Ֆալոսն է, իսկ հարթ մեգալիթը Կոլպոսն է, որտեղ տեսնում ենք Օրիոնի և Պլեյադների բեղմնավորման ընթացքը։ H նշանը ներկայացնելով սանդուղքի վերջին աստիճանը, ցույց է տալիս Օրիոնի բարձրանալը հորիզոնից, երբ մարդկային կյանքը ապրեց վերածնունդ։ Վերհիշենք նաև, որ լուսինը ձմեռային արևադարձի ժամանակ գտնվում էր Օրիոնի գլխավերևում, երբ հետո առավոտյան ծագում է արևը։ Ութ նշանագրի մեկ այլ իմաստ, որը միգուցե ներկայացնում է լուսինը և արևը։ Լուսնից հետո արևի ծագելը, իսկ վերևի մարդուկները լուսնի և արևի միասնությունը։ Հասկացանք, որ բոլոր դեպքերում նշանագիրը կապ ունի արևածագի հետ։ Սյան աջ կողմում պատկերված է աղվես, շուն կամ գայլ։ Եթե նայենք համաստեղությունների տեսանկյունից, ապա մեծ շան և գայլի համաստեղությունները ունեն այդ կենդանիների տեսքը։ Գայլին բացառենք, քանի որ նա այդ ժամանակներում տեսանելի չէր երկնքում և իր հետ կապված չկար ոչ մի կարևոր իրադարձություն, իսկ մեծ շան համաստեղության ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը 11100 տարի առաջ տեսանելի եղավ երկնքում։ Սակայն սյան վրայի կենդանին նման չէ շանը, միգուցե այդ ժամանակներում նրանք շան համաստեղությանը պատկերել են աղվեսի տեսքով։ Աղվեսի պատկերը ամենակրկնվողն է, կա շատ սյուների վրա։ Եկեք հասկանանք աղվես բառի նշանակությունը։ Աղվես բառի աղ արմատին առաջին հերթին տեսնում ենք աղբյուր բառի մեջ, որի հնագույն ձևն է աղբեր։ Աղբյուրի այս անվանումը կազմված է աղ և բեր պարզ արմատներից։ Բառի աղ վանկը բացի կերակրաաղից նաև նշանակում է էություն, իսկ բեր վանկը նշանակում է բերում, գալուստ։ Այս պարագայում աղբեր բառը կնշանակի ընդերքի ջրեր բերող էություն, ինչը ճշգրիտ համապատասխանում է աղբյուրի ակունքի հետ։
իսկ աղվես բառի վես, վեժ, վիժ կամ վիշ վերջի վանկը նշանակում է վիժել, ժայթքել, բխեցնել։ Պարզ է դառնում, որ աղվես բառը նշանակում է ստորգետնյա ջրերի ժայթքումը։ 18-րդ զուգահեռ 31-րդ համարի սյունը աղքատ է սիմվոլներով, սակայն սյան ձեռքերը պարզված են կրկին դեպի գոտկատեղը, իսկ ամենավերևում պատկերված է ցուլի գլուխը։ Երկու կենտրոնական սյուների համար 31 և 18 սյուների վրա պատկերել էին պլեացիներին, օրիոնցիներին և սիրիուսցիներին։ Կենտրոնական սյուների ներքևում պատկերված են աղվեսի տիկերը, այսինքն մորթիները, որը վկայում է կարևոր ծիսակատարության մասին։ Տիկը նշանակում է մորթու պարկ, տարա, ավազան, որը կապվում է ջրերի հետ։ Տիկը նաև խորհրդանշում է մահը, անդրաշխարհի ջրերը, ինչպես նաև Սիրիուսի բարձրանալը անդրաաշխարհից, այսինքն հորիզոնից։ Պորտասարից գտնվել են աղվեսի ոսկորներ, որը բացի խորհրդանշական իմաստից, ցույց է տալիս ծիսակատարության իրականությունը, որպեսզի աղբյուրները չդադարեին հոսել։ Այդ նմանությունը նաև տեսնում ենք հին հայկական քաղաքակրթության մեջ։ Ցուլի գլուխը վերևում, կենդանու, միգուցե աղվեսի տիկը, կախված է տղաձև սյան վրայից։ Հայկական քաղաքակրթության մեջ պահպանվել է այդ ծիսակատարությունը, նաև այդ արարողության ներքևի հատվածում գրված են հայկական տառեր։ Կասկածելի է, քանի որ Մեսրոպ Մաշտոցը տառերը ստեղծել էր 405 թվականին։ Քրիստոնեությունը ընդունվել է 301 թվականին, իսկ նմանատիպ ծիսակատարությունները արվել են քրիստոնեությունից առաջ։ Ստացվում է այնպես, որ Մաշտոցը վերականգնել է հայկական տառերը, որոնք ստեղծվել էին շատ հազարավոր տարիներ առաջ։ Այս տղաձև սյան վրայի ծիսակատարության պատկերը նման է վիշապաքարերի խորհրդին։ Վիշապաքարերը թվագրվում են 6000 տարեկան, որոնք ցուլի և ձկան տեսքով մենհիրանման կանգնած քարաարզաններ են, որոնք ներկայացնում են ջուրը և պտղաբերությունը։ Դրանք հիմնականում տեղակայված են ջրերի մոտակայքում, բնութագրելով ջրի կարևորությունը, կյանքի առաջացման և շարունակման ընթացքը։ Վիշապաքարերը հիմնականում գտնվում են լեռնային լճերի մոտակայքում, երբ հրաբուխներից հետո սարերի գագաթներում ջուրը սկսում է կուտակվել, այսինքն տեղադրված են ջրի ափերին։ Ամենաշատ վիշապաքարերը գտնվել են Տիրինկատար լեռան ստորոտում։ Ընդհանուր ներկայիս Հայաստանի տարածքից գտնվել են 48 ցլակերպ, 25 ձկնակերպ և 6 ձկնացլակերպ վիշապաքարեր։ Կան որոշ ցլակերպ վիշապաքարեր, որոնց վրա պատկերված են ցուլի բերանից դուրս եկող ջրային ալիքներ։ Սա բնութագրում է ցուլի պտղաբերությունը, հոսող ջրի ծիսակատարության կարևորությունը կյանքի շարունակման հարցում։ Կան որոշ վիշապաքարեր, որոնց վրա պատկերված է ցուլի մորթին։ Վերհիշենք Պորտասարի 31 և 18 սյուները, որոնց վրա պատկերված էր զոհաբերված աղվեսի մորթին, նույն ինքը տիկը։ Վիշապաքարերի մշակույթում աղվեսի զոհաբերությունը վերափոխվել է ցուլերի զոհաբերությամբ, որտեղ հենց ցուլի տիկը նշանակել է անդրաաշխարհը, ինչպես նաև նշանակում է ավազան, որը կապվում է ընդերքի ջրերի հետ։ Վիշապաքարերի վրա աղվեսի տիկը փոխվել էր ցուլի տիկով, քանի որ 6000 տարի առաջ եղել է ցուլի դարաշրջանը, երբ աղվեսի փոխարեն ցուլն էր բխեցնում ընդերքի ջրերը։ Ցուլի տիկը նաև խորհրդանշվում է Սասնա Ծռեր էպոսում։ Առյուծ Մհերը նույն ինքը Միհրը սպանում է ցուլին, որը ներկայացրած է համաստեղությունների տեսանկյունից։ 6000 տարի առաջ գարնանային գիշերը հավասարին առյուծ համաստեղությունը գտնվում էր հյուսիսային բևեռում, երբ ցուլի համաստեղությունը այդ ժամանակ գտնվում էր հորիզոնից ներքև, այսինքն անդրաաշխարհում։ Ծիսակատարությունը նաև բնութագրվում է այսպես, որ անկախ ժամանակից Օրիոն և ցուլ համաստեղությունները մենամարտում են երկնքում, երբ Օրիոնը բարձրանում է, ցուլը իջնում է, որը նշանակում է, որ Օրիոնը սպանում է ցուլին, ներկայացնելով ցուլի տիկը։ Առաջին հայացքից տիկը կապվում է մահվան հետ, սակայն այն ժամանակներում դա խորհրդանշում էր մարդկանց փրկությունը այն տրամաբանությամբ, որ սպանված ցուլի էներգիաները երկնքից փոխանցվում են մարդկանց, ինչպես Հայկի և Բելի պատմությունը։ Իսկ ձկնակերպ վիշապաքարերը բնութագրում են ջրի խորհրդանիշը՝ ձկանը, ինչպես նաև հայաէնկի ջրերի աստծուն։
Կա մի յուրահատուկ վիշապաքար, որի վրա պատկերված է Հայա Էնկին այդ ժայռապատկերի տեսքով, որը մտածելու տեղիք է տալիս, որ վիշապաքարերի սկիզբը չի սկսվել 6000 տարի առաջ, այլ 12000 տարի առաջ, քանի որ ժայռապատկերները ավարտվել են 12000 տարի առաջ։ Ստացվում է այնպես, որ վիշապաքարերի սկիզբը եղել է 12000 տարի առաջ, իսկ բուռն շրջանը 6000 տարի առաջ։ Շատ հավանական է, որ ցուլի խորհրդանիշը ներկայացնում է Պլեյադների բարձրացումը 12500-ից 11500 տարիների ընթացքում գարնանային գիշերահավասարի ժամանակ, որից հետո միայն նոր ցուլի դարաշրջանը։ Սակայն կա ևս մի տարբերակ, որ 6000 տարի առաջ այդ ժայռապատկերով քարի վրա են պատկերել ցուլի կերպարը, իսկ աղվեսը ներկայացնում է Սիրուս համաստեղությանը, երբ 11100 տարի առաջ բարձրացավ հորիզոնից։ Այդ առիթով եղան աղվեսի ծիսակատարություններ, Օրվ ընդերքից բխեցնում էր աղբյուրները։ Ամբողջ վերլուծությանը նպաստում է Պորտասարի հնավայրը։ Վիշապաքարերի պաշտամունքը կապված է եղել Հայա Էնկիի հետ, ով կառավարում էր ջրերը և ջրերում լողացող վիշապներին։ Հարց է մնում, արդյոք զոհաբերությունները եղել են, թե պարզապես եղել են խորհրդանշական ծիսակատարություններ։ 31 և 18 սյուների մեջտեղում գրանցվել է սպիրալաձև հզոր էլեկտրամագնիսական դաշտ, որի հաճախականությունը հասնում էր 140 հերցի։ Բարձր վիբրացիոն հերցերը գալիս էին տիեզերքից, և մարդիկ մեջտեղում կանգնելով լիցքավորվում էին դրական էներգիաներով ու ստանում էին տիեզերական գիտելիքներ։ Կրկին հարց է առաջանում, ինչի էին Պորտասարի տարածքը պատկերել ցուլի համաստեղության տեսքով, կամ ինչի էր նրանց համար կարևոր անգղ Օրիոն համաստեղությունները և Սիրուս աստղի բարձրանալը, չէ՞ որ երկնքում կային այլ համաստեղություններ։ Այդ համաստեղությունները ներկայացվում էին որպես աստվածներ։ Օրիոն համաստեղությունը նաև այնքանով է կարևոր, որ կառավարող հովիվն է 12 կենդանակերպ համաստեղությունների, քանի որ դուրս է 12 համաստեղություններից, և սակայն միևնույն ժամանակ շատ մոտ է նրանց։ Հիմա փորձենք բացահայտել մյուս սյուները։ 56-րդ սյան պատկերում հստակ երևում է անգղը, իր թևերը լայն բացած։ Մյուս կենդանիների պատկերը շրջապատված է անգղի կողքերով, որոնց մեծ մասը տեսնում ենք թռչունների կերպարանքով, իսկ ամենաներքևում պատկերված են օձեր, որոնք նաև ասոցացվում են գետերի հետ։ Կարելի է ասել երկու դիտարկում. Առաջինը, որ ասոցացվում է համաստեղությունների հետ, որտեղ անգղը հաստատված է կենտրոնում, և բոլոր համաստեղությունները պտտվում են իր շուրջ, իսկ երկրորդը, որ անգղը վերևից հսկում է գետերի ճիշտ հոսքին։ Այս քարե կտորում պատկերված են առյուծը և անգղը, որը հավանաբար ցույց է տալիս առյուծի դարաշրջանում անգղի կարևորությունը։ 33-րդ համարի սյունը նույնպես հագեցած է սիմվոլներով։ Սյան աջ կողմում պատկերված է աղվես, ում ոտքերից դուրս են գալիս օձերը, թեքվելով սյան կենտրոնական հատված։ Աղվեսը ընդերքից բխեցնում է ջրերը։ Ձախ կողմի ամենավերևում պատկերված է 4 քաջահավեր, իբիսներ, որոնք խորհրդանշում են երկինքը, քնարի համաստեղության Վեգա աստղին։ Ներքևի հատվածի երկու իբիսների աջ կողմում Օրիոն համաստեղությանը տեսնում ենք ուղղահայաց, որտեղ պատկերված է 3 հատ։ Այն կրկին ցույց է տալիս իր աստիճանաբար վերելքը։ Թռչուններից ներքև պատկերված օձերը թեքվում են սյան կենտրոնական հատված, որոնք ներկայացնում են ընդերքը։ Կենտրոնական հատվածի ամենավերևում տեսնում ենք օձեր, որոնց ներքևում հորիզոնական Օրիոնն է։ Մի քիչ ներքև կրկին տեսնում ենք նույն պատկերը, իսկ ամենաներքևի հատվածում տեսնում ենք նույն պատկերը, սակայն Օրիոնի փոխարեն ցուլն է։ Եթե ներքևից դեպի վերև դիտարկենք ամբողջ պատկերները, կստացվի այսպես։ Իսկ պատկերված սարդը բացի միջատից նշանակում է տարի, որն էլ հետևաբար արև, իսկ նավասարդը նոր տարի, որի նավ հին բառի իմաստը նշանակում է ավազան, ջրի աման։ Այսինքն նավը խորհրդանշում է ընդերքը, օձերին, ինչպես նաև ծիրանի ծովին, որտեղից դուրս է գալիս արևը, սարդը, իսկ նախքան Օրիոնի դուրս գալը, առաջինը դուրս է գալիս ցուլ համաստեղությունը։ Այդ պատճառով է ներքևում պատկերված ցուլը, իսկ վերևում Օրիոնը։
Ստացվում է, որ նավասարդը նոր տարին եղել է ձմեռային արևադարձի ժամանակ, երբ Օրիոնը բարձրացել է հորիզոնից։ Սյան-վերևի երկու կողմի ծայրերում նաև տեսնում ենք եղեգնը, որից ծնվում է արևը, իսկ իբիսները ներկայացնում են Վեգա աստղին, որը համարվում էր բևեռային աստղ, երբ Օրիոնը բարձրացավ։ Հետևաբար մեզ բոլորիս հայտնի Ղևոնդ Ալիշյանի հայկյան տոմարի բացատրությունը հերքվում է, որի սկիզբը եղել էր մեր թվարկությունից առաջ 2492 թվականի օգոստոսի 11-ին։ Օգոստոսի 11-ը միայն խորհրդանշական է նրանով, որ ամբողջությամբ ամեն տարի այդ օրն է դուրս գալիս հորիզոնից, երբ մայիս, հունիս և հուլիս ամիսներին գտնվում էր հորիզոնի ներքևում։ Հետևաբար, օձերը նաև կարող են ներկայացնել վիշապ համաստեղությանը։ Երբ Օրիոնը բարձրանում է, վիշապ համաստեղությունը իջնում է։ 13,000 տարի առաջ սկսվում է Օրիոնի վերելքը և վիշապի անկումը, սակայն վիշապը միշտ տեսանելի է գիշերային երկնքում, պարզապես Օրիոնից է ցածր գտնվում։ Օձերը հենց այս միտումով նաև կապվում են ջրերի հետ, երբ վիշապը սկսեց իջնել, տեղի ունեցավ ջրհեղեղը։ Կրկին հարց է առաջանում, ինչի պիտի լինեին հենց այս համաստեղությունները։ Այս թեմային մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ՝ եգիպտացիների քաղաքակրթության տեսանյութում։ Տեղափոխվենք դեպի Պորտասարի 20-րդ համարի սյան պատկերը, որտեղ ցուլը և օձը պատկերված են իրար դիմաց։ Հավանաբար Պլեյադների բարձրացումն է 11500 տարի առաջ գարնանային գիշերահավասարի ժամանակ։ 30-րդ սյան վերևի մասում պատկերված է ուղղահայաց Օրիոնը, որը արդեն հորիզոնից բարձրացել էր, իսկ ներքևի մասում օձերը, այսինքն ընդերքը գտնվում է ներքևում։ Օձերի կողքին կարծես աղվես է պատկերված, այսինքն Սիրիուս աստղի համաստեղությունը, որը դեռ հորիզոնից չէր բարձրացել վերև։ Հիմա տեսնենք մի քանի տարբեր սյուների վրա պատկերված օձերին, որոնք կրկին իջնում են դեպի ներքև։ Օձերը անընդհատ իջնում են ներքև և ցույց են տալիս համ ընդերքը, համ վիշապ համաստեղության վայրէջքը։ Այս նկարում տեսնում ենք վարազի քանդակը, որը ներկայացնում է Մեծ Արջի համաստեղությունը։ Իր վերևի կլոր անցքով սյունը ներկայացնում է Հյուսիսային բևեռը, իսկ ներքևի հատվածում տեսնում ենք H տառը և օձին, որոնք ցույց են տալիս Օրիոնի բարձրացումը։ 11500 տարի առաջ ձմեռային արևադարձի ժամանակ, երբ Օրիոնը սկսում է բարձրանալ, Հյուսիսային բևեռում անգղի, արծվի և իբիս համաստեղությունների հետ միասին նաև գտնվում էր Մեծ Արջի համաստեղությունը։ Գլխավոր տաճարներից մի փոքր հեռու կան մեծ անցքեր, որոնք հավանաբար նախատեսված էին ջրերի համար, որպեսզի այդ կերպ կարողանային տեսնել աստղային երկինքը։ Ներկայիս Հայաստանի տարածքում Ագարակում, որը եղել է հսկա չափսերի հասնող մեգալիթյան քաղաք, այնտեղ նույնպես կան նմանատիպ տարբեր տեսակի անցքեր, որոնք նախատեսված են դիտարկելու աստղային երկինքը։ Այս պառկած մեգալիթե կտորի սկզբնական դիրքը հավանաբար ուրիշ է եղել։ Իր վրա տեսնում ենք ամրացված կենդանիների արձանիկներ։ Սա առյուծավիշապն է, մեջտեղում ցուլն է, ցուլի կողքին այծեղջյուրն է և մի քիչ հեռվում տեսնում ենք օձին։ Մեգալիթե կտորը ունի երկու մուտքեր, որոնք շատ հավանական է ուղեկցել են մյուս սրահներ, որտեղ կենդանիները ներկայացրել են տվյալ համաստեղությունները։ Այստեղ կրկին տեսնում ենք նմանատիպ անցքով մեգալիթե կտոր, որը նույնպես իր սկզբնական դիրքում չէ, որը ուղեկցել է կողքի սրահ։ Մեկ ուրիշ մեգալիթե կտոր պեղվել է կանգնած, իր սկզբնական դիրքով, որը ուղեկցում է կրկին կողքի սրահ։ Մեջտեղում պատկերված է ցուլը երկու կողմերից շրջապատված աղվեսներով, ու զարմանալին այն է, որ մարդիկ պետք է կռացած անցնեին։ Նմանատիպ մուտքերով հնավայրեր կան Սարդինիայում, որոնք անվանվում են Domus Tejanas-ներ։ Սարդինիա անունը եկել է սարդերից, ովքեր հիմնել էին Լիդիական արքայությունը, որի մայրաքաղաքն էր Սարդիսը, որը նշանակում էր Արևի քաղաք։ Վերհիշենք, որ հայերենում սարդը բացի միջատից նշանակում է տարի և ասոցացվում է արևի հետ։ Domus Tejanas-ների նեղ մուտքը նման է Պորտասարի սրահներին, որտեղ մարդ ամբողջությամբ չի կարողանում կանգնել։
Այդ սրահներում մարդիկ մահացել են և վերակենդանացել են։ Գիտնականները համարում են, որ դրանք եղել են դամբարաններ։ Արդյոք դա այդպես է։ Գիտնականները չեն փորձում ավելի խորը մտածել, քանի որ սրահների մուտքերի կողքերը պատկերված են պարուրաձև սիմվոլներ, որոնք ասոցացվում են ցուլի եղջյուրների հետ, ինչպես նաև անցյալ, ներկա, ապագա, ժամանակային ցիկլիկ պտույտները։ Այդ պարույրների կազմած եռյակը նաև կոչվում է տրիսկելիոն, որը բնութագրում է արարչական երրորդությունը, մարմինը, հոգին և ոգին, ուղեղը, գիտակցությունը և ենթագիտակցությունը, կրակը, օդը և ջուրը։ Տրիսկելիոնը ցույց է տալիս ցիկլի շարունակական ընթացքը, որտեղից մարդ կարող է դուրս գալ, երբ ազատված կլինի նյութական պահանջմունքներից։ Մարդիկ 3 օր սովապահություն էին անում այդ մութ սրահներում, որի խորհուրդը գալիս էր արևից։ Երբ ձմեռային արևադարձի ժամանակ, դեկտեմբերի 21-ին արևը լինում էր իր ամենացածր դիրքում, նա 3 օր մնում էր անշարժ վիճակում, երբ դեկտեմբերի 25-ից նոր սկսում էր իր վերելքը։ Մարդիկ արևի հետ վերածնվում էին։ Տրիսկելիոնի 3 պարույրները խորհրդանշում են 3 օրերը, որոնք բացի Սարդինիայից հաճախ հանդիպում են Սիցիլիայում և Իռլանդիայում, մասնավորապես Նյուգրեինջ տաճարում։ Սարդինիայում նաև կան ցուլի քարեր, որոնց տեսքը հիշեցնում է Պլեյադ աստղերի միասնությանը։ Երբ Պլեյադ աստղերին եզրագծով միացնենք իրար, կստացվի քարի նույն տեսքը։ Իսկ ցուլի եղջյուրների պատկերը նույնականացվում է կնոջ արգանդի հետ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մարդիկ մտնելով մայր ցուլի սրահներ, նրան ընդունել են իրենց հոգևոր ուղեկցորդը կամ Աստվածը, ում մոտ պետք է գնային և կտրվեին նյութական աշխարհից։ Նրանց հոգիները դուրս էին եկել մարմիններից և ճանապարհորդում էին հոգևոր աշխարհում։ Երբ հոգիները հոգևոր աշխարհում ստացել են իրենց հարցերի պատասխանները և ձեռք էին բերել նոր գիտելիքներ, վերադառնում էին ետ դեպի իրենց մարմիններ։ Այդ ժամանակ լինում էր նրանց վերածնունդը, երբ այդ նեղ սրահներից մի կերպ դուրս էին գալիս նյութական աշխարհ, նույնականացնելով սրահները իրենց մայրերի արգանդի հետ։ Ագարակի հսկա մեգալիթյան քաղաքում նույնպես կան նեղ մուտքերով սրահներ, որոնք ունեցել են վերածննդի նույն իմաստը։ Պորտասարում նաև գտնվել են արձաններ, որոնցից մի քանիսին կառանձնացնենք։ Այս արձանը գտնվել է Պորտասարից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Նրան անվանեցին Ուրֆայի մարդը։ Արձանի հասակը 1 մետր 90 սանտիմետր է։ Նրա ձեռքերը կրկին ուղղված են դեպի ֆալոսը։ Բերան չունի, իսկ աչքերը պատրաստված են սև օբսիդիանից։ Սա խոսում է նրա մասին, որ տեսնելը ավելի կարևոր դեր է ունեցել, քան խոսելը։ Նրա պարանոցի հատվածում պատկերված է V նշանը, որը նաև նկատվում է 43-րդ սյան անգղի պարանոցին։ Սիմվոլը բնութագրում է անգղ համաստեղության 3 Դենեբ, Սադեր, Գիենահ ամենամեծ աստղերին։ Նրանց միջև տանելով գծեր, ստացվում է V նշանը։ Շատ հավանական է, որ Ուրֆայի մարդը ասոցացվում է անգղ համաստեղության հետ և իր լռությամբ խորհրդանշում է գիշերային երկնքում տեսնել անգղին։ Այս մարդուկը կրկին խորհրդանշում է պտղաբերությունը, որը ևս մեկ անգամ հիշեցնում է բեղմնավորման կարևորությունը։ Այս քանդակազարդը ամենատպավորներից չէ։ Նրա բարձրությունը 1 մետր 92 սանտիմետր է, որի վրա պատկերված են իրար վրա նստած 3 կերպարներ։ Վերևում կենդանու գլուխ է, կարող ենք հասկանալ ականջներից։ Նրա ձեռքերը հասնում են մեջտեղի կերպարի գլխի մոտակայքում։ Մեջտեղի կերպարը նույնպես չունի դեմք, բայց ունի ձեռքեր։ Ամենաներքևի կերպարը ունի դեմք, ով նման է նորածին երեխայի, ով երկու կողմից շրջապատված է օձերով։ Շատ հավանական է, որ վերևի երկու կերպարները երեխայի ծնողներն են, իսկ օձերը, խորհրդանշելով ընդերքը, ներկայացնում են երեխայի ծնունդը։ Այս արձանները կոչվում են տոտեմներ, որոնք հայտնի են դարձել մայաների քաղաքակրթությունից։ Տոտեմը բացատրվում է այսպես. երբ մարդ ծնվում է, նրան կապում են երկնային կենդանու, այսինքն համաստեղության հետ, իսկ մահից հետո դեպի իրենց համաստեղություն հոգիներին ուղղորդում է անգղը։ Վերհիշենք 56-րդ սյան պատկերը, կարծես այնտեղ խոսվում է տոտեմի փիլիսոփայության մասին։
Մայաների համար օձը ասոցացվում էր վերափոխման հետ։ Վերհիշենք Սյունիքի լեռնաշղթայում հայտնաբերված ծննդաբերող կնոջ պատկերը, որը նույնպես հայտնաբերվել է Պորտասարում։ Այս փաստը կրկին խոսում է այնտեղից եկած մարդկանց մասին, ովքեր ունեին նույն մշակույթը։ Պորտասարի բացահայտումից հետո բոլոր հնեաբանները իրենց կարծիքը փոխեցին, որ իբր հին ժամանակներում մարդիկ պարզապես զբաղվել են որսով։ Պորտասարից հետո պարզ դարձավ, որ կան տարբեր կառույցներ, որոնք նույնպես թաղված են եղել հողի տակ։ Պատկերացնում եք մեզ ինչ բացահայտումներ են սպասվում։ Ի դեպ Պորտասարի համաշխարհային անվանումը Գյոբեկլի Տեպե է։ Թուրքերը Պորտասար բառը հայերենից թարգմանել են իրենց լեզվով։ Գյոբեկ նշանակում է որովայն, իսկ Տեպե նշանակում է վերև։ Ստացվեց, որ որովայնը պորտն է, իսկ վերևը սարը։ Երկրորդ գտնված մեծ համալիրը Կարահան Տեպեն է։ Այն նույնպես ամբողջովին բացահայտված չէ, և իր նշանակության մասին կան շատ տարբեր վարկածներ։ Այսքանով եզրափակենք այսօրվա տեսանյութը, շարունակությանը սպասեք հաջորդ տեսանյութում, որտեղ կխոսենք Կարահան Տեպե Բալբեկ հնավայրերի մասին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հնավայրերի շուրջ, որոնք ունեն աստղագիտական նշանակություններ։ Շատ ցանկալի է տեսնել նախորդ տեսանյութը և հաջորդ տեսանյութը, որը մյուս ամիս կտեղադրվի յութուբյան ալիքում։ Այս տեսանյութերի շարքը հարկավոր է դիտել հերթականությամբ, որպեսզի ձեզ մոտ ձևավորվի ամբողջական պատկերը։ Շատ շնորհակալություն, որ դիտում եք տեսանյութերը։